Մի անգամ Մարթան եւ Մարիամը Հիսուսին լուր են ուղարկում, ասելով հետեւյալ խոսքերը. Տեր, նա, որին դու սիրում ես, հիվանդ է։ Ուշադրություն դարձրեք, նրանք չեն ասում նա ով մեղավոր է, չեն ասում նա ում կյանքում բազմաթիվ խնդիրներ կա, այլ նրանք ասում են նա ում դու սիրում ես, հիվանդացել է։ Սա մեզ մի կարևոր ճշմարտություն է փոխանցում, որ Աստծո սիրելիները նույնպես հիվանդանում են, բախվում են դժվարությունների, կորուստների եւ ցավի, եւ դրա համար Աստծո սերը չի նշանակում, որ մեր կյանքում խնդիրներ չեն լինի, բայց կա մի մեծ տարբերություն, երբ Աստված սիրում է քեզ, քո պատմությունը չի ավարտվում միայն խնդրանքով, այդ պատմության մեջ գալիս է Աստված եւ ցույց է տալիս իր զորությունը, ինչպես մենք տեսնում ենք Ղազարոսի կյանքում։ Նա հիվանդ էր, նա մահացավ, բայց Հիսուսը գնում եւ նրան հարություն է տալիս, եւ նրանց կյանքում այդ խնդիրը ստանում է իր լուծումը։ Եթե այսօր դու նույնպես պայքարի մեջ ես, հիշիր, որ Աստված քեզ չի մոռացել։ Հնարավոր է, որ հենց հիմա նա պատրաստում է այն հրաշքը, որը պետք է վերափոխի քո կյանքը։ Հավատա եւ թող քո հույսը միշտ լինի Աստծո վրա։ Ես Հովսեփ Սահակյանն եմ, 7-րդ օրվա Ադվենտիստների եկեղեցու հովիվ։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, կարող եք հավանել, կիսվել եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք